Ուզում եք իմանալ, որտեղ են հատվում հյուրընկալության արվեստն ու բնության հրաշքը։ Եկեք Mountree։ Mountree հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ոլորտներ կան, որտեղ եւ տարին ճանապարհելը եւ նորը դիմավորելը միշտ հետաքրքիր ու տարբերվող մթնոլորտով է ուղեկցվում, որովհետեւ այն կապվում է հրաշքի հետ։ Ասում են հրաշքը սկսվում է մանկությունից։ Առհասարակ մենք բոլորս ենք սկսվում մանկությունից, մենք բոլորս գալիս ենք այստեղից եւ մեր կյանքում հրաշքին հավատալու, հրաշքներն իրականացնելու կարողությունը ձևավորվում է հենց այս շրջանում։ Տարվա ավարտին ու նոր տարվա սկզբին ամենակարևորը երևի իսկապես ամփոփել արդեն արված աշխատանքը ու խոսել նորի մասին։ Սակայն իսկապես ինձ համար միշտ հաճելի է, երբ մենք հնարավորություն ենք ունենում բացահայտել մեզ համար, բացահայտել նաև մեր հետևորդների համար Հայաստանի տարբեր հրաշալի քաղաքներում գործող այնպիսի կենտրոնների մասին, որոնք կարող են իրականում շատ բան փոխել։ Ասում են աշխարհը փոխելու համար մեզ թվում է, որ ինչ-որ մեծ գիտական հայտնագործություններ են անհրաժեշտ, մեծ ուղեղային կենտրոններ պիտի աշխատեն դրա համար, իրականում այդպես չի։ Աշխարհը փոխում են մարդիկ, ովքեր կարողանում են ձևավորել վաղվա սերունդը։ Նախադպրոցական տարիքի կարևորության մասին մենք խոսում ենք ոչ միայն տոնական օրերին, որովհետև սա ամենակարևոր ոլորտն է, բայց ինչպես արդեն նշեցի, հաճելի է միշտ, ինձ համար առավել առանձնահատուկ նշանակություն ունի, երբ կարողանում ես հայտնաբերել Հայաստանի հետաքրքիր ու տարբերվող քաղաքներում այդպիսի կենտրոններ, որոնք պատրաստ են ձևավորել 21-րդ դարի քաղաքացի։ Գիտեք ինչու, որովհետև մենք հետո ասում ենք, որ մարդիկ պատասխանատվություն չեն կարողանում իրենց վրա վերցնել, ինքնուրույն որոշումներ չեն կարողանում կայացնել։ Սա գուցե նրանից է, որ ծնողները ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղ չեն ուղղորդել, որովհետև բուհից կարևոր է ընտրել ճիշտ նախակրթարան։ Եվ միևնույն ժամանակ դուք գիտեք, որ մենք նաև Էլ-Ռումում հաճախ ենք խոսում այն մասին, որ ամեն ինչ կախված է իսկապես հիմնադրից կամ տնօրենից, որովհետև երբ մարդը ինչ-որ բան հիմնադրում է, հատկապես երեխաների համար, այստեղ դրվում է իր էներգետիկան, իսկ երբ այդ էներգետիկան շատ հզոր է, շատ նուրբ ու միևնույն ժամանակ շատ այսպես հաղթողի տեսակ կերտող, այստեղ արդեն իսկապես հրաշքներ են լինում։ Այս պահին ուզում եմ նաև ձեր անունից սիրով Էլ-Ռումում ողջունել Արլեկինո ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սեդա Հակոբյանին։ Արլեկինո ակադեմիան գործում է Վանաձոր քաղաքում։ Ես շատ ուրախ եմ, Սեդա, շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու, ես շնորհակալ եմ, որ այս հետաքրքիր հրաշալի նախաձեռնությունը դուք ունեցաք, որովհետև կարծես Վանաձորում երեխաների նկատմամբ վերաբերմունքն էլ է այսպես շատ տարբերվող, հենց սկզբից հաղթողներ են կերտում այստեղ։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ ներկայացնելու ձեզ մի միջավայր, որտեղ ձևավորվում է մեր ապագան։ Տարին ճանապարհում ենք նորը դիմավորում, դուք անձնապես սիրում եք եւ ձեր մանկությունից հիշում եք այս պահը, երևի ամենահետաքրքիրն է եղել, չէ՞։ Ամենահեքիաթային տոներից է, ինձ թվում է բոլոր երեխաների կյանքում, նաեւ եւ մեծերի, ես մինչեւ օրս շատ այն ամենասիրած տոներից է։ Տարին ամանորը, այո, Սուրբ Ծնունդը։ Սեդա, ձեր թույլտվությամբ ուզում եմ մի քիչ ձեզանից գանք, որովհետև ասում են, որ հիմնադրից շատ բան է իրականում կախված։ Ձեր մասնագիտությամբ իրավաբան եք։ Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց դեռ շատ փոքր տարիքից ես միշտ երազել եմ դառնալ բժիշկ։ Այո, եւ երբ եկավ ընդունելության շրջանը, ծնողներս չցանկացան, որ ես իրենցից հեռու քաղաքում ուսում ստանամ, եւ այդպես որոշեցինք, որ ես կմնամ Վանաձորում եւ կսովորեմ պետական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժնում։ Այո։ Ու չնայած այս ամենին իմ հետաքրքրությունները միշտ եղել են բժշկության, մարդկային առողջության, խնամքի ոլորտում։ Եվ հետևաբար արդեն իմ մասնագիտությամբ աշխատելը երկար չտևեց։ Ինչպես այդ որոշմանը եկաք հիմնել, երբևէ մտածել եք, որ այսպիսի կենտրոն կարող եք հիմնել։ Ես սկզբում աշխատում էի մասնագիտությամբ, բայց երբ ծնվեց իմ առաջին բալիկ Արթուրը ու եկավ ժամանակը մանկապարտեզ գնալու,
Ես այն ժամանակ այնքան էի զբաղված իմ աշխատանքով, որ նույնիսկ ժամանակ չէր լինում խորանալու մանկապարտեզների աշխարհը հասկանալու մեջ։ Ինչի համար մինչ օրս մեղադրում եմ ինձ։ Եվ երբ եկավ արդեն ժամանակը իմ երկրորդ բալիկին Մարիային մանկապարտեզ տանելու, ես լրիվ այլ մայր էի։ Հետաքրքիր է, այո։ Ավելի պահանջկոտ, ավելի զգայուն, ու երբ շրջեցի արդեն մանկապարտեզներով, հասկացա, որ այն, ինչ ես եմ փնտրում իմ երեխայի համար, այստեղ չկա։ Այդպես ցանկություն առաջացավ ստեղծել այն, ինչ ես էի փնտրում։ Այդպես ծնվեց Արլեկինո ակադեմիան։ Միշտ ասում եմ մոր սրտով եւ երեխայի կարիքով։ Այո, շատ լավ ձևակերպում է մոր սրտով երեխայի կարիքով։ Այն չի ծնվել բիզնես հաշվարկով։ Ծնվել է մի պարզ մայրական ցանկությունից ստեղծել մի վայր, որտեղ երեխան իրեն իսկապես լավ կզգա։ Ինչպես որ ես էի ուզում իմ Մարիայի համար։ Ձեր որդին արդեն 10 տարեկան է, դժվար է պատկերացնել, եւ 5 տարեկան Մարիան է։ Այո, Մարիան հենց փաստորեն դարձավ պատճառը, թե ինչպես ծնվեց Արլեկինոն, բայց անունը, որպես այդպես քանի որ շատ Մարիայի անվան հետ է կապվում, տպավորություն էր, որ իր անունով պիտի անվանակոչեիք։ Արլեկինոն ինձ համար ուղղակի բառ չէ։ Այն իմ մանկության մի ջերմ հուշ է, 7 տարեկան էի, երբ առաջին անգամ Մոսկվայում այցելեցի մի մեծ խաղային աշխարհ, որի անունը Արլեկինո էր։ Այն ժամանակ Հայաստանում չկային նման կենտրոններ, եւ այդ վայրը կարծես լրիվ այլ իրականություն լիներ։ Այդ օրը շատ խորն էր տպավորվել իմ մեջ, եւ երբ արդեն որոշեցինք պարտեզ բացել, մնացած բոլոր անունները անցան կողքով։ Արլեկինոն մնաց, եկավ այդ իմ մանկության հիշողություններից, այդ օրվա իմ զգացողությունները կարծես ուզում էի փոխանցել մեր երեխաներին, եւ այդպես ծնվեց Արլեկինոն, մեր այսօրվա այս մեծ ընտանիքի անունը։ Այո, փաստորեն իսկապես մեծ ընտանիքի, բայց 4 տարի է ընդամենը գործում է Արլեկինոն, փաստորեն եւ այս ընթացքում արդեն իրականում եւ այստեղ է շատ հայտնի եւ երեխաները կարծես գտել են մի վայր, որտեղ իրենց երջանիկ են զգում։ Ես գիտեմ, որ նաեւ վերաբերմունքը, մեթոդները, այսինքն ծրագիրը դուք եք հեղինակել, ես գիտեմ, որ լիցենզիան արդեն լիցենզավորված է Արլեկինոն։ Մենք այո, ունենք մեր սեփական հեղինակային ծրագիրը, որը լիցենզավորվել է նախարարության կողմից, գիտության եւ կրթության, բայց ես անձամբ դեմ եմ այդ մեկ մեթոդով աշխատելու գաղափարին։ Երեխաները տարբեր են, յուրաքանչյուր իր տեսակով, խառնվածքով, բնավորությամբ, աշխարհով, եւ բոլորին տեղավորել այս մեկ գաղափարի մեջ սխալ է։ Այո։ Սա հենց այն է, որտեղ երևում է մանկավարժի իրական պրոֆեսիոնալիզմը, այդ վարպետությունը։ Երբ նա չի պարտադրում մեթոդ, այլ ընտրում է այն հարգելով երեխայի անհատականությունը։ Մեթոդները պետք է այնքան լինեն, ինչքան երեխաները։ Իրանց անհատականությունը հարգելով պիտի ընտրենք մոտեցում տվյալ երեխային։ Եվ հենց սա է մեր ճանապարհը, ստեղծել մի միջավայր, որտեղ ոչ մի երեխա չի կորում մեթոդի մեջ, այլ մեթոդներն են հարմարվում երեխաներին։ Դա շատ կարևոր է իրենց այս ֆունդամենտալ տարիքում։ Փաստորեն շատ կարևորում եք անհատականությունը մարդու։ Շատ կարևոր է։ Եվ երեխայի կարծում եք, որ հենց այս տարիքում նախադպրոցական նաև ձևավորվում է այդ անհատականությունը։ Այո։ Դուք ձեր երեխաների հետ այդպես եք, իսկ ձեզ հետ էլ են այդպես վարվել, հասկանում եմ, տանը, ձեր մանկության ժամանակ է։ Այո, այս ամենը եկել է մանկությունից։ Շատ կարևոր է, որ երեխային թույլ տան ձևավորվել եւ հարգել այդ իր անհատականությունը։ Իսկ գիտեք, սա շատ հետաքրքիր է, որ յուրաքանչյուր երեխայի համար պետք է առանձին մեթոդ կիրառվի, բայց ես հասկանում եմ, որ շատ դժվար է եղել աշխատակազմը նաև ընտրելը, որովհետև պիտի այսպես ավելի ստեղծարար մտածող մանկավարժներ անպայման կարողանայիք գտնել։ Այո, մենք անհամեստություն չլինի, բայց ունենք գերհոգատար, գերուշադիր եւ պրոֆեսիոնալ մանկավարժական թիմ։ Ունենում ենք երևի 2 շաբաթը մեկ հանդիպումներ, որտեղ քննարկում ենք բոլոր երեխաներին իրենց անհատականություններով, իրենց բնավորությամբ։ Բայց պատասխանատվությունը շատ մեծ է։ Այս տարիների ընթացքում
այս տարիների ընթացքում եք ավելի շատ զգացել, թե հենց սկզբից պատկերացրել եք, որ իրականում շատ մեծ ու պատասխանատու գործ եք ձեռնարկում։ Ես սկզբում իրականում չեմ պատկերացրել, որովհետև եթե ես պատկերացնեի պատասխանատվության աստիճանը, ես միգուցե վախենայի։ Ահա։ Այո։ Շատ մեծ պատասխանատվություն է, լուրջ պատասխանատվություն է, երբ ծնողը վստահում է մեզ երեխային, եւ դա մենք ընդունում ենք որպես ամենաթանկ նվեր։ Ու շատ կարեւոր է, որ ծնողը վստահ լինի, որ երեխան բացի խնամքը ստանում է անկեղծ սեր եւ հոգատարություն։ Դա շատ կարեւոր է։ Ամբողջական է թիմը արդեն ձեր։ Շատ լավ թիմ ունենք, շատ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, 4 տարի առաջ բացման ժամանակից դեռ ոչ մի մանկավարժ դուրս չի եկել։ Մենք նույն թիմով ենք։ Սա այս աշխատանքի մեջ շատ կարևոր է, որ երեխաները կապվում են դաստիարակի դայակի հետ։ Այդ հոգեբանական հանգստություն ասվածը նաև սա է ներառում։ Այո, այն մարդիկ ում հետ որ իրենք շփվում են, ամենաբարդը դա է, որպեսզի պահենք կազմ այնպես, որպեսզի երեխաները իրենց խաղաղ եւ հանգիստ կան։ Ես անկեղծ պիտի ասեմ, սա ոլորտին մի քիչ ծանոթ լինելով, սա ձեր մարդկային բնավորության ու մարդկային որակների մասին է խոսում, որովհետև շարժունակությունը այս ասպարեզում, ասպարեզին առհասարակ շատ բնորոշ է, նույնիսկ պետական, նախակրթարաններում, մանկապարտեզներում առավել եւս մասնավորում, սա նշանակում է, որ կարողանում եք նաեւ աշխատակազմի մեջ շատ դրական, հանդարտ ու խաղաղ մթնոլորտ ձևավորել։ Այո, շատ կարևոր է, երեխաները դա զգում են։ Այո, իսկ բնավորությունից է դա ձեր, թե այդպես հատուկ ջանք եք, թե դուք եք առհասարակ այդպեսին։ Ես բնավորությամբ մեծ տեղ եմ տալիս զգացմունքներին։ Ինձ համար շատ կարևոր է այդ անկեղծ սերը, անկեղծ խոսքը, հոգատար վերաբերմունքը։ Ու ես շատ եմ սիրում լինել խաղաղ միջավայրում, որտեղ ես խաղաղ եմ։ Դա իմ ընտանիքն է եւ մանկապարտեզը։ Գիտեք, այն դրական էներգիան, որ ես մանկապարտեզում եմ ստանում, ուրիշ ոչ միտեղ չկա։ Այդ բարի էներգիան միայն այդ երեխաներից ենք կարողանում ստանալ։ Ամեն դեպքում երեխաները դեռ փոքր են, 10 եւ 5 տարեկան, արդեն 4 տարի է, փաստորեն 1 տարեկան է եղել Մարիան, երբ հիմնել եք։ Ինչպես եք կարողանում հասցնել սա այդ դժվար չի համատեղելը։ Մանկապարտեզի տնօրեն լինելը եւ ընտանիքի մայր լինելը իրար չեն խանգարում։ Հակառակը, դրանք լրացնում են միմյանց։ Տեսեք, տանը մայր ես, սիրող, հոգ տանող, իսկ աշխատանքի մեջ այդ նույն սերը ուղղում ես բոլոր երեխաներին։ Հա, բայց կազմակերպչական մասն էլ չկա։ Երբ սիրում ես այն ինչ անում ես, այդ հավասարակշռությունը դառնում է բնական։ Բայց մնացած տան հոգսերը երեխաների հետ կապված, ես գիտեմ, որ օրինակ մեր հենց տեսագրությունից կարճ ժամանակ անց դուք երեխաներին պիտի պարապմունքների եւ այլն տանեք, այսինքն այս ռիթմը սովորական է ձեզ համար։ Այո, արդեն սովորական է դարձել։ Ես լինում է, որ երեկոյան իմ մեջ փորձում եմ մտածել, որ ես հոգնել եմ, ու այո, ինքս ինձ ասում եմ, չէ, մի րոպե, խոսքը միտքը ուժ ունի, ինչից ենք հոգնել։ Հոգնելու ոչինչ չկա, երեխաներն են, այսպես է, վերջ, արդեն դառնում է բնական։ Այդ քո ռիթմը, քո կյանքը դառնում է բնական, երբ որ սիրով ես անում։ Իրականում միտքը ուժ ունի եւ խոսքը ուժ ունի։ Երբ որ մենք լավ բան ենք մտածում, լավ բան ենք խոսում, մեր շուրջը նման կերպ է դասավորվում։ Ամեն ինչ այդպես էլ դասավորվում է։ Ինչպես եք եւ երբ եք եկել սրանց այդ, այսինքն այս մտածողությունը երբ է ձևավորվել։ Երբ որ ես պահ էր լինում, արդեն չէի հասկանում ոնց պիտի հասցնեմ, ոնց պիտի այս ամեն ինչը կազմակերպեմ, ես արդեն այդ ժամանակ սկսեցի շատ գրքեր կարդալ հոգեբանության վերաբերյալ։ Այո։ Եվ այդպես արդեն վերափոխեցի ինքս ինձ, որպեսզի հասցնենք ամեն ինչ։ Ամեն ինչ հասցնեք։ Ես գիտեմ, որ դուք շատ հետաքրքիր այսպես հարաբերություններ կապ ունեք նաև ծնողների հետ, երեխաների ծնողների, եւ ես կարծում եմ, որ դուք երևի այդ մթնոլորտը այստեղ եք տարածել, որ խոսքը ուժ ունի, պետք է դրականը մտածել։ Ծնող մանկապարտեզ կապը ուղղակի փոխհարաբերություններ չեն։ Դրանք վստահության, փոխադարձ վստահության, սիրո հիմքում ձևավորված մի ընտանիք ենք։
Այո։ Ու շատ կարևոր է, ես կրկնվեմ, որ ծնողը վստահ լինի, որ երեխան մանկապարտեզում բացի խնամքը ստանում է անկեղծ սեր, հոգատարություն եւ ուշադրություն։ Ես ոչ մի անգամ ինձ չեմ առանձնացնում այդ հարաբերություններից ու հիմնականում ծնողների կապը լինում է ինձ հետ։ Այո։ Ցանկացած օրվա ժամին, ցանկացած պահի ես միշտ հասանելի եմ, ես միշտ մանկապարտեզում եմ։ Իրենք բոլորը գիտեն։ Մենք ես էլի եմ կրկնում, մեծ ընտանիք ենք։ Այո։ Եթե կա խնդիր, մենք միասին քննարկում ենք, հասկանում ենք։ Շատ լավ, Սեդա, իսկ ինչ վերաբերում է, ես գիտեմ, որ դուք միշտ են կարծիքին եք նշում եք, որ հոգեբանորեն խաղաղ, այսպես ամենակարևորը հոգեբանական հանգստությունն է եւ որակյալ սնունդը երեխաների։ Այս երկուսը բարձր նշաձող է, որը դուք սահմանել եք այս 4 տարիների ընթացքում տանում եք։ Ինչքան էլ նշում եք, որ մեկ մեթոդով չի պիտի անհատական լինի, ամեն դեպքում շատ հետաքրքիր ու այսպես նաև ռիթմին հարմար ծրագիր ունի մանկապարտեզը, մեր ժամանակի ռիթմին հարմար։ Դուք եք հեղինակել, թե թիմային է նորից։ Թիմային է, այո, թիմային է։ Հիմնականում կենտրոնի մեթոդիստի հետ ենք քննարկել ծրագիրը, թիմային աշխատել ենք ու արդեն ունենք մեր հեղինակային սեփական ծրագիրը։ Մենք առաջինն ենք մեր տարածաշրջանում լիցենզավորվել կրթության գիտության նախարարության կողմից, բայց մեզ առանձնացնում է ոչ թե ծրագիրը, ոչ թե լիցենզիան, այլ այն, որ մեզ մոտ յուրաքանչյուր երեխա գիտի, որ ինքը յուրահատուկ է, լսված եւ նկատված։ Դա այդ տարիքում երեխաների շատ կարևոր է, որ երեխաները այդ իրական սերը զգում են, ու երբ որ իրանք նկատված են եւ սիրված, անկեղծ, իրանք դա զգում են ու ինձ համար ամենակարևորը մեր առանձնահատկություններից դա է։ Ինչպիսի մարդիկ են հետո դառնում երեխաները, որոնք մանկության շրջանում լսված են, նկատված, անտեսված չեն, հա, այսպես ասեմ։ Առաջինը, որ ինձ համար շատ կարևոր հատկությունն է, դա բարիությունն է եւ չեն սիրում ստել։ Այո։ Այսինքն դա վախի մթնոլորտում է ձևավորվում իրենց մոտ։ Երբ որ իրենք վախենում են, ասեն, որ այս ինչ բանը ես եմ արել, քանի որ գիտեն, որ իրենց վրա խոսելու են, իրենք ստում են։ Իսկ երբ որ երեխան ազատ է, անկաշկանդ է, ինքը չի ստում։ Սեդա, դուք նշում եք մասնագիտությամբ իրավաբան եմ, երևի ոչ ֆորմալ է հոգեբանի ձեր կրթությունը, բայց ես նկատում եմ, որ դուք շատ խորը մասնագիտացել եք այս առումով։ Դե այլ կերպ հնարավոր չէ։ Ես առաջինը ուսումնասիրեցի մանկական հոգեբանություն։ Եթե չենք իմանում մանկական հոգեբանություն, ոչ մի երեխայի հետ հնարավոր չէ այդ գրած մեթոդները կիրառել։ Ինչքան ուզում եք գրած մեթոդ, գրած ծրագիր, պետք է իրենց հոգեբանությունը հասկանալ առաջին հերթին։ Այո։ Եվ դա մեր աշխատանքի մեջ շատ կարևոր է։ Սեդա, իսկ այ առօրյայում դուք էլ եք սիրում, ես հասկացա, որ դուք էլ հիմա մեր ժամանակներում իրականում հոգեբանությունը մի քիչ ուրիշ հարթության վրա է։ Ձեզ առօրյայում օգնում եք, կիրառում եք մարդկանց հետ հարաբերություններում, մարդկանց տարբեր ասպարեզներում։ Հոգեբանությունը մեր օրերում ամենուր է։ Ամենուր է։ Բայց կան նաև մեր համացանցում շատ սխալ հոգեբանական հոդվածներ, այո, որոնք մարդկանց շփոթության մեջ են գցում։ Այս մեր նոր սերնդի մայրիկներին, երբ որ իրենք կարդում են եւ այդ սխալ մեթոդիկան կիրառում են երեխաների հետ, չէ, ես չեմ կարողանում լռել։ Այդ ժամանակ էլ ենք խոսում, որ գիտեք, դուք սխալ մեթոդ եք ընտրել ու ինչի դա կբերի։ Այո։ Կա մեր համացանցում հիմա շատ կա այդ սխալթյուր կարծիքները հոգեբանության։ Դուք անկեղծ մարդ եք ու սիրում եք ամեն ինչ շատ ուղիղ ասել, եւ լավը եւ վատը։ Հասկացվում եք դուք։ Ոչ միշտ։ Ոչ միշտ, բայց ես դրանից չեմ փոխվում։ Ահա։ Դա իմ խառնվածքն է, իմ բնավորությունն է, ես այդպիսին եմ ու իմ կողքը այն մարդիկ են, որոնք ընդունում են ինձ այնպես, ինչպիսին որ ես կամ։ Գիտեք, սա էլ է հենց հոգեբանական, մենք մի նոր փուլ ենք կարծես մտնում, արդեն այդ դատարկ բառերի ժամանակը անցնում է երևի, չէ՞, նաև։ Ինչպես եք հասցնում միշտ այսպես հրաշալի տեսք ունենալ այսքան զբաղվածության հետ։ Իմ քնելու հաշվին։ Այո, քնելու հաշվին նաև, այո։ Այո, երբ որ իմ երեխաները արդեն դասերը սովորած են,
քնած են եւ արդեն զբաղվում եմ այդ ժամանակ ինձնով։ Մոտիվացիայի պակաս երբևէ ունեցել եք թե չէ եւ գիտեք որ հիմա շատ կա մեզ մոտ կանանց մեջ մոտիվացիայի պակասը ինչ խորհուրդ կտաք։ Ես ինքս չեմ զգացել մոտիվացիայի պակաս։ Առաջինը կինը պիտի սիրի ինքն իրեն։ Ահա։ Հենց սիրեցիր ինքդ քեզ, այդ ամեն ինչի ինքնըստինքյան գալու է։ Այո։ Մենք սրան չենք կարողանում գալ սեդա դուք նաև շատ մայրիկների եւ նոր երիտասարդ մայրիկների հետ եք առիթ ունենում շփվելու մենք չենք կարողանում գալ այս կետին որ կինը առաջինը պիտի իրեն սիրի մեր մտածողության մեջ կա դրա պակասը ահա հայ մայրերի այո բայց ինձ թվում է բոլորը իրենց կյանքում կունենան կգա այդ փուլը երբ զգում ես որ պետք է առաջինը սիրես ինքդ քեզ որովհետև երբ որ դու ինքդ քեզ սիրում ես աշխարհը ամբողջությամբ քո շուրջը ուրիշ ձև է արդեն լինում այո եւ կարողանում ես ի վերջո քո ներսի սերը չէ տաս երեխաներին քեզ շրջապատող երբ որ այդ սերը քո մեջ շատ է լինում դու այդ սերը ուղում ես բոլորին այո իսկ այն մարդը որ ինքն իրեն չի սիրում ես կարծում եմ այդ անկեղծ սեր ինքը չի կարողանա տալ ոչ մեկին։ Երբեք չես կարող տալ մի բան, որը դու չունես, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում։ Տոների մասին եմ ուզում խոսել, նշեցինք, որ մանկապարտեզում նշվում է, մեծ շուկով նշում եք բոլոր տոները։ Կառանձնացնեմ մեծ շուկով նշում ենք Զատիկը, Սուրբ Ծնունդը, այո, եւ Ամանորը։ Ահա։ Եվ մեր ավարտական հանդեսները, երբ արդեն երեխաներին հրաժեշտ ենք տալիս։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, ես ուզում եմ որպեսզի Արլեկինոն 2026-ին ավելի մեծ հաջողություններ գրանցի։ Ես ուզում եմ որպեսզի դուք միշտ այսպես ուղիղ, հմայիչ, գեղեցիկ, ճշգրիտ ամեն ինչը եւ միևնույն ժամանակ այսքան դրական էներգիայով լինեք, որովհետեւ ձեր այդ էներգիան երեխաներին է գնում։ Դուք նշեցիք, որ իրենցից եմ ստանում, բայց այդտեղ փոխազդեցության օրենքն է գործում։ Եվ շնորհավորում եմ ձեզ նույնպես Ամանորի ու Սուրբ Ծննդի առիթով։ Ես շատ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք այս հետաքրքիր հարցազրույցին։ Ես էլ եմ շնորհավորում ձեր գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, թող որ 2026 թվականը օրհնված եւ խաղաղ տարի լինի բոլորիս համար։ Շնորհակալ եմ իսկապես։ Սիրելի հետևորդներ, իրականում, գիտեք, երեխաների հետ աշխատելու շատ կարևոր տարբերվող մի առանձնահատկություն կա, որը աշխարհի բոլոր երկրներում է այդպես։ Ասում են մարդը պիտի կարողանա ինքն իր հոգու մեջ դրականի մեծ պաշար ունենա, որպեսզի կարողանա երեխաներին բաժանել եւ ձևավորել ըստ էության հիմքը դնել ամենակարևոր շրջանում, նախադպրոցական շրջանում։ Մարդը ձևավորվում է ըստ էության հենց այս շրջանում։ Եթե այս շրջանում կարողանում են այնպես անել, որպեսզի բարդույթներ իսկապես չձևավորվեն, վախի զգացողությունը հաղթահարելի լինի, հետագայում այս երեխաները հաղթող տեսակ են դառնում։ Իրենք հասկանում են, որ ինչ էլ լինի, իրենք կգտնեն ճանապարհ այդ խնդիրը լուծելու համար։ Ի վերջո, ինչ ենք ուզում մենք։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր երեխաները լինեն իրենց տեսակով հաղթող, ունակ լինեն ամուր կանգնել իրենց ոտքերի վրա եւ կարողանան ամենակարևորը որոշումներ կայացնել։ Սա այն է, ինչը պարտադիր է երևի հենց նախակրթարանի եւ այս նախադպրոցական հիմնարկների այս տարիքում ձևավորել։ Ինչու, որովհետեւ հետո արդեն ուշ է լինում։ Այսօր մենք զրուցում էինք հրաշալի, շատ պրոֆեսիոնալ 4 տարի արդեն Վանաձորում գործում է Արլեկինո ակադեմիայի մասին։ Իհարկե Վանաձորում եւ այստեղ շրջակա երևի բնակավայրերում նույնպես շատ հայտնի է, եթե դուք նույնիսկ էջում նայեք այդ տրամադրությունները կզգաք եւ պայմանները, եւ վերաբերմունքը, եւ այն տրամադրությունը, որ կա հենց ուղակի այս նախակրթարանի ներսում։ Այս տրամադրությունը կարելի է զգալ, բայց այդտեղ կարող են ուղղորդել Վանաձորի շրջակա բնակավայրերի բնակիչներն իրենց երեխաներին ու վստահ լինել, որ ամենակարևորը իրենց երեխայի կրթության առաջին ու ճիշտ հիմքը դրված է։ Մենք զրուցում էինք Արլեկինո ակադեմիայի հիմնադիր տնօրենի Սեդա Հակոբյանի հետ։ Գիտեք, ամեն ինչ գալիս է երազանքից, Սեդայի պատմությունն էլ հետաքրքիր մի բան էր, ուրիշ մասնագիտություն ընտրելով, բայց վերադառնալով եւ հասկանալով, որ երեխաների հետ կապված կարևոր
առաքելություն ունի, որը պիտի իրականացնի։ Այսպիսի մի երազանքից ու որոշումից ստեղծվել է հրաշալի պրոֆեսիոնալ Արլեկինո ակադեմիան, որը հնարավորություն է տալիս արդեն իրականում շատ ավելի վստահ լինել, որ ձեր երեխաներն ապահով ձեռքերում են։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ ու մաղթել, որպեսզի իսկապես 2026-ի բոլոր օրերի մեջ ինքներդ մի քիչ բավարարվածության զգացողություն ունենաք, որ կատարել եք ճշգրիտ, կարևոր ու հստակ քայլեր։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Ուզում եք իմանալ, որտեղ են հատվում հյուրընկալության արվեստն ու բնության հրաշքը։ Եկեք Մաունթրի։ Մաունթրի հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։